Պարոն Եղոյան, մի քանի օրվա տարբերությամբ միմյանց հաջորդող հարցազրույցներ տվեցին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, իսկ խնդրեմ ձեր ընդհանուր դիտարկումները այդ հարցազրույցին, մանավանդ որ մեղադրանքները նույնատիպ էին այնտեղ ձեր հասցեին հնչած։ Կներեք, պիտի հիասթափեցնեմ ձեզ, ես ոչ մեկն էլ չեմ լսել այդ հարցազրույցներից, եթե անկեղծ լինեմ, այնց կարճ վերնագրերով եմ տեսել, շատ բան չկա ասելու, ինձ ճիշտ ասած այդքան շատ հետամուտ չեմ եղել, էլի որ ինչ-որ այն ինչ կա, ինչ աչքովս ընկել է, առավել այտենց աչք ծակող դրան եմ մի երկու post-ով արձագանքել Facebook-ում, դուք եթե ինչ-որ բան կա, որ առանձնացրել եք, ասեք միգուցե մեկնամ։ Սերժ Սարգսյանը օրինակ հարցազրույցում ասել է, որ եթե ես լինեի, այս ելքը չէինք ունենա 2020-ին։ Այսինքն ամեն դեպքում պատերազմը կլիներ, բայց իսկ ես քանի որ չեմ նայել այդ բանը, այդ podcast-ը, չգիտեմ այնտեղ իսկ իրան հարցրել են, իսկ պատերազմը անխուսափելի էր, թե չէ, որտեղ եթե միտեղ տեսա վերնագիր, որ գրած էր անխուսափելի էր, բայց ելքը չէր, չգիտեմ ինչքանով են ճիշտ գրել, իսկ ինչի պիտի լիներ անխուսափելի, եթե այդպես է, էլի ասել։ Այդ ելքը չէր լինի, բա որ ելքը կլիներ, այսինքն ռազմական ճանապարհով այդ ելքը չէր լինի, թե դիվանագիտական ճանապարհով այդ ելքը չէր լինի։ Ինչի հաշվին այդ ելքը չէր լինի, եթե ուժերի բալանսը հասել էր արդեն անթույլատրելի տարբերության։ Չգիտեմ, այսինքն գիտեք որն է հարցը, տեսեք, անցնող 7 տարիների ընթացքում Հայաստանում մեկ շնչին ընկնող հնան կրկնապատկվել է։ Մեր բյուջեի ծախսային մասը արդեն հասել է 10 միլիարդ դոլարի։ Ահռելի կապիտալ ներդրումներ են անում երկրում, արվում երկրում, հա։ Կան գործոններ, որոնք տեսեք, ընդհանրապես պատերազմներում կռվում են ոչ միայն զինվորները, կռվում է ոչ միայն կամքը կամքի դեմ, դուխը դուխի դեմ, հա, այլև կռվում են ռեսուրսները, դու կարող ես դիմացինից ավելի հնարամիտ, ավելի, այսպես ասած, դուխով լինես, ավելի մեծ ռազմական տաղանդ ունենաս, բայց ռեսուրսներդ չհերիքի։ Ինքը ինչ է կարծում, ինքը կուտակել էր Հայաստանի Հանրապետության համար բավարար քանակով ռեսուրս, նման պատերազմի դիմակայելու համար, ռեսուրսները, չէ, ասենք, երկրներ կան, որ տակտիկապես հաղթել է, բայց ռեսուրսները չի հերիքել ռազմավարական հաղթանակի համար։ Օրինակներ չբերեմ, ինչի հաշվին, եթե այդ ռեսուրսները չէին կուտակվել, ինչի հաշվին, եթե մեր բանակի սպառազինությունը արդիականացված չէր եւ մենք էլ ցավոք սրտի չհասցեցինք դա, փորձեցինք արդիականացնել, բայց դա ժամանակը շատ քիչ էր։ Ինչի հաշվին, իր ռազմական տաղանդի հաշվին, ինչի հաշվին։ Ռոբերտ Քոչարյանը օրինակ ասել էր, որ ՀՀ-ի կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսները Արցախից դուրս գան։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Դե Ռոբերտ Քոչարյանը ինչ ասեմ, հերթական իր ինչ ասեմ, Հայաստանի հասցեին իր հերթական մեղադրանքն է, որից ես ոչ զարմանում եմ, ոչ արդեն էլ զայրանում եմ, ոչ ինչ որ պատասխանելու ցանկություն ունեմ, կարծում մյուսներն էլ չպետք է շատ անդրադառնան նման հայտարարություններին, բայց դա անտրամաբանական է հնչում։ Դա անտրամաբանական է, որովհետև ստացվում է, որ Հայաստանը, ասել է հայերը, թե Հայաստանը, հայերը ասել, Հայաստանը, չէ, հա, հա, ստացվում է, ինչ Հայաստանը կարող է որոշի, թե Ռուսաստանը մեր տարածաշրջանում որտեղից պիտի դուրս գա, ուր պիտի մտնի, այսինքն այդպես է ինքը դա պատկերացնում, այն էլ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող տարածքում, դա անտրամաբանական, տենց, չգիտեմ, երևի ասել է ռուսներին հաջողանալու համար, չեմ կարող ասել ու ճիշտ ասած ինձ, չգիտեմ, շատերը ինքը բան անում, տենց, շատերը իրան մեկնաբանում են, ինձ մոտ տենց բան չկա, էլի, ամեն ինչ իր հետ պարզ է, էլի շատ բան ասելու չկա իր մասին։ Նա նաև համեմատություն է արել եւ օգոստոսի 8-ին նախաստորագրած փաստաթուղթը ասել է, որ նույն նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է առանց Արցախ։ Այս մասով ինչ կասեք։ Դե նույնը չի, կասեմ, որ նույնը չի եւ դրա համար պետք է ուղղակի կարդալ։ Փաստաթուղթը հայերենով էլ կա գրած,
ռուսերենով այն մեկը չկա, անգլերենով էլ կա, հայերենով էլ կա, այն մեկը ռուսերենով էլ կա, բայց այդ երկուսն էլ հայերենով կան, կարա կարդա։ Նույնը չի, նախ տեքստը այդ պայմանագրերի նույնը չի, եւ երկրորդ կոնտեքստը այդ պայմանագրերի նույնը չի, եւ երրորդ կողմերը այդ պայմանագրերի նույնը չեն։ Ուրեմն Վաշինգտոնում կնքված պայմանագրում ամենագրվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, իրավազորությունը, Հայաստանի ուրեմն ապաշրջապատման կոնտեքստում եւ բայց որ էլ ավելի վտանգավոր բան կա իր ասացի մեջ, այնտեղից գիտեք տպավորություն է ստեղծվում, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի Միջանցքի համարժեքը մեղրի ճանապարհն էր։ Այդպիսի տպավորություն է ստեղծվում, ինչը կարծում եմ շատ վտանգավոր է, որովհետև ստացվում է, որ այդ միջանցքային տրամաբանությունն է ինքը առաջ տանում եւ ստացվում է, որ ինքը մեղադրում է Հայաստանին, որ եթե Հայաստանը համաձայնվեր իր պետության տարածքում իր իրավազորությունից որևէ հատված զիջեր երրորդ կողմին, Լաչինի միջանցքը նորմալ կաշխատեր։ Այնինչ նման հեռանկար, ինչպես հիմա մենք արդեն տեսնում ենք, Ադրբեջանը չէր էլ նախատեսել իր տարածքի համար։ Խոսենք նաև մեկ այլ հարցազրույցի մասին, Սամվել Կարապետյանի եղբոր որդու Նարեկ Կարապետյանի դրսի մեկ լրագրողի հետ զրույցի մասին, որտեղ նա Հայաստանի Հանրապետության իշխանություններին մեղադրում է եկեղեցու դեմ արշավ սկսելու համար։ Ինչ կասեք այս մասին։ Դա էլ շատ վատ բան է անում Նարեկը, ասեմ իրեն, եթե ինձ լսում է, այս մեկին կարադառնամ, ինքը դեռ երիտասարդ է, դեռ անփորձ է քաղաքականության մեջ եւ ընդհանրապես նման հայտարարություններ անելիս պետք է շատ զգույշ լինել, չի կարելի ընդհանրապես սեփական պետության դեմ, իսկ դա պետության դեմ սուտ մատնություն է, նման բաներ ասել։ Դրանով նախ իրենք որևէ օգուտ դրանից չեն ստանա, եթե իրանց թվում է, թե դրանից հետո ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգներում քրիստոնեական արժեքները դավանող հոսանքները, քաղաքական ուժերը իրար հերթ չտալով գալու են եւ կանգնելու են Նարեկ եւ Սամվել Կարապետյանների պաշտպանության նման, իրանք սխալվում են դրանում։ Նախ այդ պրակտիկ մասը չի լինելու, բայց նույնիսկ եթե այդտեղ ինչ-որ ռացիոնալ ուրեմն հատված լինի, նման բան անել չի կարելի, որովհետև մյուս կողմից պետությանը տրվող վնասը շատ ավելին է, քան այն օգուտը, որ իրանք կարող է տեսականորեն քաղեն։ Ամեն դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ լուրջ պետություն է, շատ լուրջ ինստիտուտներով, շատ լուրջ, այսպես վերլուծական կենտրոններով, նաև պետական մարմիններին ծառայություններ մատուցող, ինֆորմացիա տրամադրող եւ ամեն դեպքում իրենք թող ելնեն այդ կանխավարկածից, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում պետական իշխանությունը եւ որոշում կայացնողները շատ լավ գիտեն, թե ով է։ Դա շատ լավ գիտեն եւ դա Նարեկ Կարապետյանից չի, որ իրենք իմանում են, հասկանում եք, դա ասում եմ, համ վնասը Հայաստանին տալիս, համ էլ իրանց օգուտ չի տալիս։ Այնպես որ ավելի շատ իրենք թող կենտրոնանան իրենց նախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ շփումների վրա, որտեղ ամեն դեպքում Հայաստանի քաղաքացիներն են ընտրում Հայաստանում իշխանություն։ Հայաստանի քաղաքացիներին ասելիքի վրա թող կենտրոնանան եւ ընդհանրապես իրենց ասելիքը թող ասեն, ոչ թե մեր ասելիքի հակադրվեն ուղակի, իրենց ասելիքը թող ասեն, ես էլ չեմ լսել, թե իրանք ինչ են բացի այնց, որ պիտի գործարաններ բացեն, թող սկսեն բացել արդեն, թող կամաց հիմա այս որ ամիսն է հիմա, այսա նոյեմբերն է, մինչև ընտրությունները 6 ամիս կա հələ, հիմա իսկ ժամանակն է գործարանների հիմքերը գցելու, մինչև եթե հիմիկվանից սկսեն, մինչև հունիս ինձ թվում է արդեն տանիքը կկապեն, կտեսնենք, որ իրենց ասածը իրականում հնարավոր է, թեև դա չի նշանակի, որ
իշխանությունը պիտի գործարաններ բացի։ Դա կնշանակի, որ իրանք մինչև հիմա կարողանում էին ունեին հնարավորություն գործարաններ բացելու այդ թվի, հա, ունեն մի երկու հատ ունեն կաբելի, տրանսֆորմատորի բան, հեծին սպասել կողմ երկու հատ ունեին, չեմ ասում ընդհանրապես չունեին, բայց կնշանակի, որ ավելին կարող էին անել, բայց չէին անում, սպասում էին նախընտրական շրջանի, ինչը էլի վատ բան է, եթե կարող էին անել, թող հիմա անեն, բայց առանց դա ժողովրդի վրա ծախելու որպես քաղաքական քվե։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։